Ուկրաինայի շուրջ առևտրին զուգահեռ ամերիկացիները ակտիվ առևտուր են նախաձեռնել Իրանի հետ։ Իսրայելական ճակատում վիճակը փակուղային և սպասողական է։ Համասը հրեա պատանդներին ազատ չի արձակում և կարծես ամերիկացիներին դա շատ չի հուզում։ Ի սկզբանե պատանդներ օպերացիան հարմար պահին օգտագործելու համար էր պլանավորվել։ Այս ամենին զուգահեռ հանկարծակի իրավիճակը սրվում է Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Երեկ պայթեց իրանական Բանդեր Աբաս նավահանգիստը։ Մոտ 20 կիլոմետր շառավղով տարհանվում են շրջակա բնակավայրերը։ Սա շատ է հիշեցնում 2020 թվականի օգոստոսի 8-ին Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունը, որ գրեթե ոչնչացրեց քաղաքի հիմնական մասը։ Այդ պայթյունի կազմակերպման մեջ հիմնական կասկածը Իսրայելի ուղղությամբ է։ Հատկանշական է, որ Ուկրաինայի և Իրանի հետ բանակցություններում Թրամփի ներկայացուցիչը ազգությամբ հրեա, քաղաքականության հետ երբևէ կապ չունեցած գործարար Վիտկոֆն է։ Ուկրաինայի հարցում ըստ Թրամփի առաջխաղացում կա և կարծես Պուտինն ու Զելենսկին տվել են իրենց համաձայնությունները։ Ուկրաինան փորձում են տոնական տորթի պես կիսել, բայց որ կողմից խրում են դանակը, կոշտ քարերի է հանդիպում։ Այստեղ գլխավոր հարցը հետևյալն է. իսկ ում միջև է առհասարակ կիսվում Ուկրաինան, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, Եվրամիության ու Ռուսաստանի, թե Իսրայելի, հրեական աշխարհի և Ռուսաստանի միջև, որպեսզի Կիևը դառնա նոր Երուսաղեմ։ Ուկրաինացի ժողովուրդը առայժմ բանակցությունների կողմ չէ։ Ռուսաստանի համար Ուկրաինայի ցանկացած բաժանում մահաբեր վտանգներ է պարունակում։ Ում էլ բաժին հասնի ռուսական ազդեցությունից դուրս մնացած Ուկրաինայի մասը, դա սպառնալիք է Ռուսաստանի գոյությանը։ Ուկրաինայից հետո հերթը հասնելու է Ռուսաստանին։ Նույն վիճակում Իրանն է։ Եթե պարսիկները կուլ տան հրեական խայծը, Իրանը նույնպես մասնատվելու է։ Շատ բարդ և բազմակողմանի խաղ է նախաձեռնել Ամերիկա-հրեական կողմը։ Ռուսաստանին ու Իրանին գործարքների մեջ ներքաշելով փորձ է արվում վերջիններիս դուրս բերել Չինաստանի ազդեցության ոլորտից։ Հնդկաստանի և Պակիստանի միջև հնարավոր պատերազմը նույնպես լինելու է ընդդեմ Չինաստանի։ Բրիտանական Հինդոստանը 1947-ին հենց այս նպատակով է բաժանվել, ինչի արդյունքում առաջացան Պակիստանը, Բանգլադեշը, Բիրման, Բութանը, Մալդիվները։ Չինաստանին պետք է զսպել ամեն կերպ, բոլոր ուղղություններով, ահա ԱՄՆ-ի գերնպատակը։ 2020 թվականին Ղարաբաղով դեպի Իրան պատերազմը կիսատ մնաց։ Ալիևը գլխավորապես հրեաների օգնությամբ գրավեց Ղարաբաղը և այդպես էլ շահագրգիռ կողմերը չփորձեցին ռիսկի գնալ և Ադրբեջանի կողմից սկսել հարձակում Իրանի վրա։ Վտանգավոր է, նման պարագայում մեծ պատերազմի փլատակների տակ կարող են մնալ Ադրբեջանը, Թուրքիան, ինչու չէ նաև Իսրայելը։ Հայաստանի մասին չասենք, դա ոչ ոքի հետաքրքիր չէ։ Ուստի այժմ փորձ է արվում լեզու գտնել Իրանի և Ռուսաստանի հետ միաժամանակ, կեղտոտ գործը թողնելով Հնդկաստանին ու Պակիստանին։ Հնդիկներին կարելի է շահագրգռել, Պակիստանը քարտեզի վրայից կարող է ընդհանրապես վերանալ, Չինաստանն էլ կհայտնվի ցամաքային շրջափակման մեջ։ Ամերիկա-հրեական բլեֆի ձախողումը Թրամփի համար ճակատագրական է լինելու։ Հնարավոր է, որ այս հաշվարկով էլ Թրամփին թույլ տվեցին երկրորդ անգամ գալ իշխանության, բոլոր մեղքերը բարթել նրա վրա, ինչից հետո ԱՄՆ-ում նոր դեմոկրատական վերածնունդ կսկսվի։ Պառակտված Եվրոպան անէության թմբիրի մեջ տխուր տպավորություն է թողնում։ Հետամնաց Եվրոպա, ժամանակ